պետք է հիշել, որ ֆտորը, եթե չենք դիտարկում իրեն որպես քիմիական տարր Մենդելեևի պարբերական աղյուսակում, ապա ինքը իրենով ազատ թունավոր է, ֆտորը, բայց մածուկների մեջ այն գտնվում է ֆտորիդների տեսքով։ Ահա, փաստորեն թե որտեղ է թաքնված այդ ճշմարտությունը ի տարբերություն միֆերի։ Ծնողը պետք է երեխայի մոտ ատամները մաքրի։ Հայրը, մայրը, քույրը, եղբայրը, իսկ լինում են դեպքեր, երբ երեխաների դեպքում նաև հեռացնում եք ատամները։ Մեր վերին ծնոտը սկսում է նեղանալ։ Վերին ծնոտի առանցքը սկսում է նեղանալ։ Քիմքը սկսում է կորանալ, էլ ավելի փոքրացնելով մեր քթային խոռոչը։ Վստահ եմ կարեսի առաջացման կարևորագույն եւ մեծ թշնամիներից մեկը նաև քաղցրն է։ Կաթնատամները ունեն արմատներ։ Կաթնատամները ունեն բավականին երկար արմատներ, այնպիսի դիրք ունեն, որ կաթնատամների արմատների արանքում գտնվում է մեր մշտական ատամի սաղմը։ Փաստորեն սա էլ է այն միֆերից մեկը, որ չէ՞ կա այսպիսի մոտեցում, որ երեխաների դեպքում օրթոդոնտի ծառայությունները ակտուալ չեն, որովհետև դեռևս աճում են, կարիք չունեն։ Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում առողջ ոդքասթն է։ Մարդու հոգեկան, մտավոր եւ ֆիզիկական առողջության մասին։ Այսօր մենք խոսելու ենք երեխաների ատամների առողջության մասին եւ իմ հյուրն է Վիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի ստոմատոլոգ Աշխեն Մաշուրյանը։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Որպես նախաբան երևի թե փորձեմ նկարագրել այն իրավիճակը, որը մենք ունենք մեր օրերում, հաճախ մի քիչ անտեսված երեխաների մասով ատամների առողջությունը, հատկապես խնամքը, դրա կարևորությունը եւ ինչու ոչ նաեւ որպես կանխարգելում հետագայում առավել լավ ատամներ ունենալու իմաստով, հա։ Նախ ամենասկզբում կասեք, որն է դրանց տարբերությունը եւ առհասարակ երբ պետք է առաջին անգամ երեխաները, այս դեպքում իհարկե ծնողները դիմեն ստոմատոլոգի։ Շնորհակալ եմ հարցի համար, կարևոր հարց եք բարձրաձայնում։ Շատ հաճախ անտեսվում եւ ստոմատոլոգին են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն երեխան ունենում է ցավ, այսինքն երեխայի առաջին այցը դա արդեն ցավոտ լուրջ պրոցեդուրա է իրենից ներկայացնում, որ պետք է բժիշկ եւ ստիպված է լինում ինչ որ միջամտություն կատարել։ Ամենալավագույն միջոցը, երբ երեխան լինում է ստոմատոլոգի հսկողության տակ, երբ երեխան ծանոթ է ստոմատոլոգին, ծանոթ է նրա աշխատանքին, գործիքներին եւ ինչ որ չափով նաեւ առնչություն է ունենում, խաղում է, գիտի որը ինչի համար է, երբ պետք եղած ժամանակ, հարկ եղած ժամանակ կարող է կիրառվել այդ գործիքները նրա հետ։ Այսինքն ամենախելամիտ մոտեցումը կանխարգելիչ դա երբ 1+ տարիքում, 1.5 2 ցավոք պիտի նշեմ, որ նաև ունենում ենք երեխաներ, ովքեր 1.5 տարեկանում ունենում են շատ լուրջ ախտահարված ատամներ։ Դրա համար 1 տարեկանից հետո շատ ցանկալի է, որպեսզի նույնիսկ եթե ծնողը թվում է, որ նրան առողջ ատամներ ունեն, ապա մոտենան ստոմատոլոգը մի հատ բերանի խոռոչը նայի, մի հատ ընդհանուր խորհրդատվություն, ինչպես պետք է ճիշտ խնամել, ինչ խոզանակ օգտագործել, ինչ մածուկ կիրառել, եւ այս բոլորը կոչվում է հենց ադապտացիոն այց, որը եւ մենք փորձում ենք այսպես ասած դարձնել մշակույթ մեր հասարակության մեջ։ Սա նաեւ կարծում կօգնի երեխաներին խուսափել այդ վախերից, որը շատ ընդունված վախերի մասով իհարկե մենք ունենք շատ վատ, այսպես ասած վախեցնելու տարբերակ, որ ասում են քեզ կտանենք բժշկի, քեզ կտանենք կծակենք, բժիշկը կգա եւ բժշկի կերպարը մանավանդ ստոմատոլոգները, որ այո մեր ոչ բոլոր պրոցեդուրաներն են շատ հաճելի, կարելի ասել ոչ ոք հաճելի չէ, բայց այդ բոլոր պրոցեդուրաները հաղթահարելը արդեն էլ ավելի է դժվարացնում, երբ երեխայի մեջ կա այդ արմատացած վախը, որոնք որ ներդնում են ծնողները, տատիկները, պապիկները։ Հասկացանք, որ պետք է ադապտացիոն այցերից սկսել։ Իսկ խոսելով խնամքի մասին, որը երևի այսպես ամենաառանցքային խնդիրն է, եւ այստեղ էլ շատ տարբեր են, ենթադրում եմ ինչ որ մարքեթինգի զոհ դարձած ծնողները, ովքեր տարբեր պրոդուկտներ են ընտրում, չգիտեմ, գուցե ավելի լավ խնամք ապահովելու համար։ Բայց շատ պարզ մարդկային, մի քիչ ավելի գործնական լեզվով, եթե փորձենք մեզ դիտողներին եւ հատկապես ծնողներին սա ներկայացնել, ինչպես պետք է իրականացվի խնամքը եւ խնդրում այստեղ տարիքը եւս կոնկրետացնել, որովհետեւ այ դուք նշեցիք առաջին այցի տարիքը,
բայց հարց է նաև առաջանում, երբ պետք է խնամքը սկսել։ Եկեք սկսենք ամենասկզբից։ Երեխան ծնվում է եւ ունի ոչ վերջնական կազմավորված մկանային համակարգ, թույլ մկաններ եւ կերակրվում է լավագույն դեպքում կրծքով եւ այդ կաթի մնացորդները մնում են լնդի, թշերի արանքում եւ կարող են այդտեղ բակտերիալ հավելյալ ֆոն ապահովել։ Ամենասկզբնական խնամքը սկսվում է նույնիսկ երբ որ դեռ չկան ատամներ։ Ինքս էլ լինելով ծնող կարող եմ ասել, որ դա բավականին դժվար է կազմակերպել ամեն կերակրումից հետո։ Գոնե օրական 1 անգամ մաքրել թանզիվով, նույն ինքը մարլյայով անցնել, մաքուր ստերիլ մարլյայով անցնել կամ հատուկ մատնոցներ կան կտորից, որոնք որ գոլ ջրով թրջելով կարողանում ենք այդ անցման ծալքերը մաքրել եւ գոնե ապահովել այդ մաքրությունը։ Անցման ծալքերը, լեզուն, լինդը, մի հատ ընդհանուր մաքրել։ Սա ամենաիդեալական տարբերակն է եւ սա սկիզբն է։ Որից հետո արդեն մոտ 6 ամսականի 4+ ամսականից արդեն կարելի ասել ցկտում են առաջին ատամները։ Առաջին իսկ ատամիկներից պետք է մաքրել։ Շատ հայտնի մատնոցներ կան սիլիկոնե, որոնք նաև պետք է ասել, որ բավականին մատչելի են եւ հեշտ կարող են գտնել ցանկացած հարթակներում եւ դրանցով պետք է էլի թացացնել գոր ջրով եւ մաքրել լնդերը, թեկուզ ատամի վրա մեր աչքի համար տեսանելի սննդային մնացորդներ չկան, սակայն դրանք պետք է մաքրել։ Բացի մաքրելու կուլտուրայի մշակույթից նաև ձևավորում է երեխայի մոտ այդ սովորությունը, որ այո, իմ բերանը պետք է մաքրեն։ 1 տարեկանից հետո ես արդեն չեմ սիրում նշանակել այդ սիլիկոնե մատնոցները, որովհետև սիլիկոնը ինքն իրենով մաքրելու իր էֆեկտը այդքան էլ լավը չէ։ Մի քիչ ավելի, խոզանակ է պետք։ Փափուկ խոզանակ, կան հատուկ փափուկ խոզանակներ, որոնք հենց նախատեսված են 0+ տարեկի երեխաների համար։ Կարելի է 1 տարեկանից անց, այսինքն 10 ամսական պլյուս երեխաների դեպքում սկսել կիրառել այդ փափուկ խոզանակները։ Խոզանակները կիրառվում են նաև ատամները քորելու եւ այլնի համար եւ այդ իմիտացիան էլ արդեն երեխային ստիպում է հասկանալ, որ հետագայում մենք շատ կարեւոր գործ ենք միասին անելու եւ ամեն առավոտյան եւ երեկոյան քեզ հետ միասին ատամները լվանալու ենք։ Դրանից հետո արդեն 1.5 տարեկանում երեխան տեսնում է օրինակը։ Ծնողը պետք է երեխայի մոտ ատամները մաքրի։ Հայրը, մայրը, քույրը, եղբայրը սա իր համար պիտի լինի կրկնօրինակելի փորձ, որ ինքը տեսնի ինչպես են մաքրում ատամները եւ ուզենա ինքը եւս լինել այդ առօրյայի մի մասնիկը։ Եվ որոշակի ռիտուալ գուցե ստեղծել այդպես քնելուց առաջ։ Իսկ այդ քնելուց առաջ եւ առավոտյան արթնանալիս, սա էլ նախաճաշից առաջ թե հետո էս էլ հաճախ քննարկվում, երբ պետք է մաքրել։ Ինչի է առհասարակ առաջացել այդ 2 անգամ լվանալու կուլտուրան, որովհետև բակտերիաների քանակը մեր բերանի խոռոչի մեջ իրանք ժամանակի կտրվածքով բավականին շատանում են։ Եվ մենք պարտադիր պետք է մաքրենք քնելուց առաջ, որովհետև քնած ժամանակ մեր բերանը փակ է, թքարտադրությունը ճնշված է, մկանները չեն շարժվում եւ տաք պայմանները բարենպաստ են մեր կարիեսոգեն բակտերիաների առաջացման համար։ Քնելուց առաջ պարտադիր լվանում ենք, բոլոր պրոցեդուրաները անում ենք եւ որից հետո նոր պարկում ենք քնելու։ Առավոտյան կարելի է մաքրել, երբ որ մենք սնունդ ենք օգտագործում, որ նաև այդ սննդային մնացորդների հետ միասին մաքրենք եւ արդեն գնանք աշխատանքի։ Այստեղ չեմ կարող նաև չկապել այդ խնդրի, մեկ այլ խնդրի հետ, որը առաջանում է բերանի հոտի հետ, որը դուք որպես մասնակետ բնական է ավելի լավ կասեք իրականում գալիս է ատամներից, թե սա այլ խնդիր է, ու կապելով այդ հարցի հետ, եթե չենք մաքրում, ինչ խնդիր կարող է առաջանալ, որն է մեծ խնդիրը, որը չմաքրելու, պարբերաբար չմաքրելու դեպքում կարող են ունենալ երեխաները։ Վատ հիգիենան այն գլխավոր պայմաններից մեկն է, պատճառներից մեկն է կարիեսի առաջացման։ Եվ ինչ է առհասարակ կարիեսը։ Կարիեսը ամենատարածված հիվանդությունն է, որը բազմա կոմպոնենտային է, այսինքն բազմա գործոնային հիվանդություն է, որի առաջացման համար պետք են մեկից ավելի պայմաններ։ Եվ պայմաններից գլխավորներից հենց վատ հիգիենան է։ Սկսենք նրանից, որ կարիեսը երբ առաջանում է կարիես, ապա միանշանակ վատ հիգիենա գոյություն ունի։
Բացի վատ հիգիենայից, երբ մենք խոսում ենք շատ տարածված կարիեսի մասին, խոսքը նրա մասին է, երբ կաթնատամնային կծվածքում ունենք 20-ից 20 ատամ ախտահարված, այդտեղ կարող ենք նաև փնտրել այլ պատճառներ, բայց խոսքը գնում է օրինակ երեխան ունի մի 4-5 կարիես, որը առաջացել է։ Այստեղ կերակրման առանձնահատկություններն են, սննդի տեսակը, ինչու՞ չէ նաև պարզածխաջրատների չափազանց շատ կիրառումը, այսինքն քաղցրի կիրառումը չափից շատ, եւ վատ հիգիենան։ Ինչու՞ չէ նաև ոչ պատշաճ ընտրված խոզանակ մածուկ։ Դրա համար հենց խոսեցինք նախորդի, որ շատ կարևոր է, որպեսզի ունենանք այցեր ստոմատոլոգի հետ եւ ընտրենք տվյալ երեխայի համար ինդիվիդուալ խոզանակ մածուկ եւ պարբերականություն հանդիպումների։ Եթե խոսենք կարիեսի մասին հիմա, իրենք իհարկե առաջացնում են վատ հոտ, երբ որ երեխայի բերանի խոռոչում կան բազմաթիվ կարիոս ախտահարումներ, միանշանակ բակտերիալ ֆոնը բերանի խոռոչում արդեն բավականին մեծ է, նրանց կենսագործունեության արգասիքները եւս կարող են առաջացնել այդ հոտը։ Եվ եթե արդեն բժիշկը ստոմատոլոգը հերքում է, օրինակ ասում է, որ դուք չունեք կարիես, ապա այդ ժամանակ հոտի հետ կապված բոլոր հարցերով մենք ուղղորդում ենք մանկաբուժին արդեն։ Իսկ մինչև այդ փորձում ենք գտնել պատճառը։ Միգուցե վատ հիգիենան է, միգուցե շատ կարիոս խոռոչներն են, կամ այլ ինչ-որ խնդիրներ, կամ օրինակ երեխան բերանը բաց է քնում եւ Այսօր շատ կարևոր խնդիր է, հիմա սրան կանդրադառնանք, բայց մինչ այդ փորձենք ամփոփել այս խնամքի հետ կապված, հարցերը։ Խոզանակի պահով նշեցիք ատամի մածուկը, ինչպիսին այն պետք է լինի եւ որ տարիքից սկսած կարող է այդ ֆտոր պարունակող ատամի մածուկը կիրառվել։ Եվ արդյոք պետք են այստեղ այլ ինչ-որ լուծույթներ եւ բացի մածուկից որևէ այլ բան օգտագործել։ Մեզ պետք է ցուցում, եթե երեխան ունի լիարժեք առողջ ատամներ, մենք կարող ենք պահել հսկողության տակ եւ ասել, որ կարող եք չօգտագործել ֆտորով մածուկ, եթե դա ձեզ համար առանցքային ինչ-որ կարեւորություն է, որ դուք ուզում եք խուսափել դրանից։ Պետք է հիշել, որ ֆտորը, եթե չենք դիտարկում իրեն որպես քիմիական տարր Մենդելեևի պարբերական աղյուսակում, ապա ինքը իրենով ազատ թունավոր է ֆտորը։ Բայց մածուկների մեջ այն գտնվում է ֆտորիդների տեսքով, որոնք որ մեր ատամի էմալի բաղկացուցիչ մասն են կազմում։ Սա միտված է նրան, ֆտոր պարունակող մածուկի կիրառումը միտված է նրան, որ մենք ել ավելի հանքայնացնենք մեր ատամը, մեր էմալը, հարստացնենք։ Այսինքն որպես հակակարիոս արշավի բաղկացուցիչ մաս պետք է անպայման դիտարկել եւ կիրառել ֆտոր պարունակող մածուկներ։ Այլ հարց է երեխան ունի ցուցում թե չէ։ Եթե խոսենք մեր հասարակության մասին, ապա այո, կարելի է 90%-ից ավել դեպքերում նշանակել ֆտոր պարունակող մածուկ, օրական 2 անգամ պարտադիր խնամքը ապավելով։ Տեսեք, շատ հետաքրքիր է, որ մեր զրույցից առաջ դուք, երբ որ ես ներկայացնում էի, ֆիքսեցիք, որ ստոմատոլոգը եւ ատամնաբույժը ըստ էության տարբեր բաներ են եւ շատ ավելի լայն է ստոմատոլոգի գործունեության եւ գործառույթների շրջանակը։ Եվ խոսելով երեխաների բերանի, ատամնաշարի առողջական խնդիրների մասին, չենք կարող նաև չնշել այն, որ այո, շատ երեխաներ հիմա շնչառական խնդիրների պատճառով բաց բերանով են քնում եւ ընդհանրապես սխալ են շնչում։ Սրա արդյունքում ըստ էության սխալ կծվածք են ունենում կամ գուցե այլ խնդիրների պատճառով, սա բնական է, դուք կնշեք։ Բացի ատամների խնդրից, ստոմատոլոգի դիմում են էլ որ խնդրի բարեկամ եւ ինչին լինեն ուշադիր ծնողները, որ առաջին իսկ խնդրի նկատման դեպքում, որպեսզի շատ ավելի չխորանա, դիմեն ստոմատոլոգներին։ Խնդիրները բազմազան են։ Եկեք հերթով սկսենք, որպեսզի մտքի թելը չկորցնենք։ Խոսեցինք շնչառական խնդիրների մասին։ Ուրեմն, երբ որ մեր երեխան ունի օրինակ ադենոիդային գերաճած հյուսվածքներ, լոր մասով, նա բերանը բաց է քնում, առհասարակ լինում, այսինքն քթի խոռոչը չի հասնում այդ ծավալով շնչել եւ հավելյալ թթվածին ունենալու համար, որպեսզի կարողանա նա շնչի, բերանը բացում է։ Բացած բերանը լեզուն սեղմում է դեպի ստորին ծնոտ,
Եվ լեզվի ներգործությունը վերին ծնոտի վրա սկսում է նվազել, բայց իրականում լեզուն է ստիպում վերին ծնոտին ճիշտ ձևավորվել եւ ճիշտ լայնանալ։ Երբ այս ճնշումը փոքրանում է վերին ծնոտի վրա, այսինքն ոչ քնած ժամանակափակ լեզուն ներգործում վերին ծնոտի վրա առհասարակ չի ներգործում կամ էլ մեր վերին ծնոտը սկսում է նեղանալ։ Վերին ծնոտի առանցքը սկսում է նեղանալ, քիմքը սկսում է կորանալ, ել ավելի փոքրացնելով մեր քթային խոռոչը։ Եվ սա բերում է կծվածքի խնդրի։ Բացի դրանից, երբ մենք ունենք նեղացած ատամնաշար, ապա դա լինի կաթնատամնային կծվածք, լինի դե մշտական կծվածք, սա լուրջ հարց է, որ շատ հրատապ պահանջում է օրթոդոնտի խորհրդատվություն եւ նաեւ միջամտություն։ Սա մի խնդիր է փաստորեն, որը կծվածքի հետ է կապված, կան այլ խնդիրներ բերանի խոռոչի հետ կապված, նկատի ունեմ ոչ միայն ատամների, որին եւս պիտի ուշադիր լինեն, հատկապես եթե դա չգիտեմ, լնդերի հետ է կապված կամ այլ։ Հաճախ ասում են, որ լնդի մոտ լինում է թարախային բուժտ, սա տիպիկ ատամնային խնդիր է, սա լնդային հարց չէ։ Այսինքն, երբ ատամը բուժված է թերի, երբ ատամում առաջանում է պերիոդոնտիտ կոչված, այսինքն հարարմատային հյուսվածքի բորբոքումը, ապա այս դեպքում ոսկորը շատ փխրուն է եւ ծակոտկեն է ավելի շատ փոքր տարիքում, դրա համար էքսուդատը, այսպես կոչված թարախը, ճանապարհ է գտնում եւ հեշտ դուրս է գալիս լնդից եւ այո, երբ ունենում ենք թարախային բշտեր, ցավ կարող ենք չունենալ, որովհետեւ այդ ճնշումը, որ առաջացնում է նաեւ այդ զգալի ուժեղ ցավը, ինչ որտեղից դուրս է գալիս եւ երեխան կարող է ցավեր չունենալ։ Միշտ խնդրում եմ ծնողներին, ասում եմ, նման ինչ որ մի բան նկատելու դեպքում պարտադիր պետք է մոտենալ բժշկին, պարտադիր պետք է այդ ատամը, պրոյեկցիայով ատամը նկարել, ռենտգեն նկարանել, միատ տեսնել ինչն է պատճառը, որ մենք ունենք այդպիսի խնդիր։ Եվ մեծ մասամբ դեպքերում դրանք պահանջում են բուժում։ Կարելի ասել 100% դեպքերում պահանջում են բուժում։ Եվ անկախ նրանից փաստորեն դրանք կաթնատամներ են, թե այո, միանշանակ։ Շատ է կաթնատամների թեման, շատ միֆեր ունի եւ ամենատարածված միֆերից, որ կաթնատամները չունեն արմատներ։ Գիտեք ինչից է առաջացել, որ երբ որ 10-11 տարեկանում կաթնատամը դուրս է ընկնում, արմատներ չի ունենում։ Եվ հնուց եկած, այսպես ասած, այդ միֆը, որ կաթնատամները արմատներ չեն ունենում, ծնողները գալիս են ասում են, դե մեզ ասել են չբուժենք, որովհետև չունեն կաթնատամները արմատներ։ Ոչ, կաթնատամները ունեն արմատներ։ Կաթնատամները ունեն բավականին երկար արմատներ եւ այնպիսի դիրք ունեն, որ կաթնատամների արմատների արանքում գտնվում է մեր մշտական ատամի սաղմը։ Կաթնատամի բորբոքումը եւ նրա արմատների բորբոքումը չբուժելով, չհետևելով կարող է պատճառ հանդիսանալ մեր մշտական ատամի սաղմի վնասման եւ ավելի վատ դեպքերում նաեւ մահացման։ Ահա փաստորեն թե որտեղ է թաքնված այդ ճշմարտությունը ի տարբերություն միֆերի։ Եթե արդեն լուրջ խնդիր է առաջացել եւ կարիք կա որևէ միջամտության, հատկապես, չգիտեմ, գուցե փոքր կամ մեծ վիրահատական միջամտության, կամ դա վիրահատական միջամտություն չէ, բայց ցավոտ է եւ այս ցավը կարծես թե ամենախնդրահարույց հարցն է, որը անհանգստացնում է եւ ծնողներին եւ երեխաներին։ Կա այստեղ ցավազրկման գործընթաց, ինչպես է իրականացվում այն եւ որքանով է դա անվտանգ։ Խոսենք, որ ստոմատոլոգիայում, եթե խոսում ենք գիտակից բուժման մասին, երբ երեխան գտնում է լրիվ գիտակից պայմաններում, անզգացման միակ տարբերակը դա սրսկումն է։ Այսինքն չկա այլ տարբերակ, մենք չենք կարող այդ նյարդը թմրացնել այլ ինչ-որ միջոցով, քան սրսկելով։ Ուրիշ հարց է, երբ մենք ի սկզբանե մինչև սրսկելը թմրացնում ենք նաև լորձաթաղանթը, որպեսզի ծակոցի մասն էլ չզգա։ Բայց ամեն դեպքում երեխաները նաև զգայուն են թմրածության էֆեկտին։ Եթե խոսում ենք կաբինետային պայմաններում բուժման մասին, ապա այո, միայն սրսկումով ենք բուժումը շարունակում։ Վիգմորում հիմա ունենք նաև սեդացիայով բուժում։ Սեդացիա ծիծաղաբեր գազով կամ N2-ով։ Ազոտի երկօքսիդով սեդացիան դա այն է, երբ երեխան լինում է լրիվ գիտակից,
շփվում է, հրահանգներ է կատարում, կրում է դիմակ, որտեղով ստանում է թթվածնի եւ ազոտի երկօքսիդի խառնուրդ, որը նրա մոտ տագնապանությունը իջացնում է։ Եվ այդ ցավային շեմը, նույնիսկ ցավային շեմը, այդ դուրագրգռությունը հանում է, եւ մենք կարողանում ենք հանգիստ անզգայացնել, հանգիստ մեր բուժումը անել, երեխան լրիվ հրահանգները կատարում է եւ լինում է լրիվ գիտակից վիճակում։ Սա շատ հայտնի մեթոդ է, որը որ Հայաստանում կարծես թե նոր է տարածվել, բայց աշխարհը դրա մասին վաղուց գիտի եւ վաղուց կիրառում է։ Հաջորդ ամենատարածված եւ ամենապահանջված բուժման տարբերակը սա նարկոզով բուժումն է կամ ընդհանուր անզգացմամբ բուժումը։ Ցավոք սրտի մեզ դիմող հիվանդներից, բուժառուներից շատերը արդեն ունեն այնպիսի ատամների քանակ, որ նպատակահարմար չէ այդ ամենը կազմակերպել կաբինետային պայմաններում։ Բացի կաբինետային պայմաններում կազմակերպելուց երեխաներն ունենում են բավականին մեծ տագնապանություն, նրանք վախեցած են, նրանք ընդհանրապես բերանը չեն բացում, ինչ խոսք է գնում այդտեղ բուժման մասին։ Եվ այո, մենք այդ երեխաների հետ աշխատում ենք ընդհանուր անզգայացման պայմաններում, բուժում ենք բոլոր ատամները մեկ անգամով եւ առանց ստրես այդ ամեն ինչը անցնում է, սակայն պետք է նշել, որ բուժումից հետո անպայման նշանակում ենք պրոֆիլակտիկ այցեր եւ ադապտացիոն այցեր, որովհետեւ երեխայի ատամները բուժված են, նրանք պետք է շարունակեն գալ, որպեսզի երեխան փորձի այդ կամ նախկինում ունեցած վախը հաղթահարի, կամ իր միֆերը, իր գլխում եղած միֆերը ստոմատոլոգիայի վերաբերյալ հաղթահարի, որպեսզի հետագայում խուսափենք եւս մեկ անգամ ինչ որ փոքրիկ հարց նարկոզով լուծելու։ Եվ վերջո պահպանվի այն արդյունքը, որը ստացել եք։ Էլ ինչ վիրահատական միջամտություններ են սովորաբար երեխաների հետ կապված իրականացում, որտեվ հասարակ պարզ է իհարկե բոլոր այն դեպքերում, երբ օրինակ կա ինչ որ երեխաները հաճախ են ընկնում ինչ որ տրավմաների արդյունքում, բայց լինում է, չգիտեմ, իծն է կամ այլ բնույթի խնդիրներ, որոնք այս անզգայացման եղանակով եւս լինում է լուծել կամ բուժել։ Իծնե նկատենք դեֆեկտներ, դեֆեկտների մասով իհարկե դիմացնոտային վիրաբուժության բաժանմունք ունենք եւ դիմացնոտային վիրաբուժներն են զբաղվում։ Մենք զբաղվում ենք բերանի խոռոչի սանացիայով, բերանի խոռոչում առկա խնդիրների լուծմամբ։ Օրինակ, եթե ատամները բոլորը բուժում ենք, հեռացման ատամները հեռացնում ենք, վերականգնում ենք եւ այս ամենը մտնում է մանկական ստոմատոլոգիի գործողությունների շրջանակներում։ Սակայն շատ հաճախ մեր հիվանդանոցում ունենում ենք այնպիսի դեպքեր, երբ կատարում ենք համակցված վիրահատություններ։ Այսինքն փորձելով խուսափել կրկնակի անեսթեզիոլոգիական միջամտությունից, մենք կատարում ենք երկու միջամտություն մեկ տեղում ենք։ Օրինակ, շատ հաճախ անում ենք ադենոիդեկտոմիան, համատեղում ենք բերանի խոռոչի սանացիայի հետ։ Կամ օրինակ սանձիկի հատումը համատեղում ենք բերանի խոռոչի սանացիայի հետ։ Ինչու՞ չէ նաև ունեցել ենք դեպքեր, երբ վիրաբուժական միջամտությունները համատեղել ենք նաև բերանի խոռոչի սանացիայի հետ, իհարկե առաջնահերթ վիրաբուժները իրենց աշխատանք կատարել են եւ որից հետո նոր արդեն մենք միացել ենք աշխատանքի։ Հրաշալի է։ Վերադառնալով խնամքին, ատամնաշարի եւ դրանից առաջացած խնդիրներին, սա որևէ կապ ունի այլ առողջական խնդիրների հետ, թե ոչ, ինչ որ ազդակներ, որոնք կարող են ծնողներին ստիպել ուշադիր լինել, ավելի դիմել այլ մասնագետի եւս, որոնք են այդ խնդրահարուցածները։ Շատ իմ ամենասիրելի թեմաներից է, որովհետեւ սա շատ թերագնահատված է այս մասը ստոմատոլոգիայում։ Միշտ իմ բուժառուներին ասում եմ, որ ստոմատոլոգը այն բժիշկն է, ով չի կարող վերացնել պատճառը, նա աշխատում է արդեն իսկ հետևանքի հետ։ Ես տեսնում եմ կարիես, ես հեռացնում եմ այդ ախտահարված հյուսվածքը եւ վերականգնում եմ ձեր ատամը։ Փորձելով գտնել պատճառները, տալիս ենք միանշանակ շատ ցուցումներ։ Երբ ունենում ենք օրինակ կան որոշակի հիվանդություններ, որոնց ժամանակ դիտվում է շատ հատուկ էմալի քայքայում։ Երբ սա մեր մասով հարցը լուծում ենք, անպայման ուղղորդում ենք նաև մանկաբույժի մոտ, որովհետև կարող է լինի այնպիսի հիվանդություն, որ կապված է օրինակ էմալի քայքայման հետ, որոնցից է նաև օրինակ ցելակիան, որը գլուտենի անտանելիությունն է, այո։ Կամ շատ այլ դեֆիցիտներ, երբ երեխան դիմում է 4 տարեկանում 20-ից 20 ախտահարված ատամով,
եւ ախտահարումները այնպիսի տեղակայում ունեն, որոնք որ ատիպիկ են, ոչ մշտապես հանդիպող, այնպիսի մակերեսներ։ Անպայման պետք է ուղղորդել մանկաբույժի խորհրդատվության, փորձելով պարզել կամ բացառել առկա դեֆիցիտները, որ նյութերի կամ վիտամինների դեֆիցիտն է հաճախ բերում բերանի խոռոչում խնդիրների, վիտամին D-ի դեֆիցիտը, որը կարելի է ասել համատարած է վիտամին D-ի դեֆիցիտը, կալցիումի փոխանակության խանգարումը, երկաթի փոխանակության խանգարումը։ Այս բոլոր նյութերի դեֆիցիտները կարող են բերել թքի հանքային կազմի փոփոխության, թքի մածուցիկության փոփոխության, ինքնամաքրման պրոցեսները նվազում են եւ արդեն արկա բակտերիաները կարող են ապահանքայնացում առաջացնել, եթե հիգիենան լավը չէ, եթե հիգիենան բավարար չէ։ Դրա համար սկզբից նշեցի, որ կարիեսը մեկ ֆակտորով առաջացող հիվանդություն չէ։ Այստեղ մի քանի ֆակտորներ միասին, ինչքան այդ ֆակտորների քանակը շատ է, այնքան բնականաբար ախտարված ատամների քանակը եւ ախտահարման ձևը ավելի բարդ է լինում։ Եվ վստահ եմ կարիեսի առաջացման կարևորագույն եւ մեծ թշնամիներից մեկը նաեւ քաղցրն է, որը թաքնված է նաև շատ տարբեր մթերքների մեջ։ Կնշեք նաև էլ ինչ սննդամթերքի տեսակներ կան, որոնք կարող են վատ անդրադարձ ունենալ եւ փչացնել ատամների առողջությունը բացի քաղցրից։ Ենթադրում եմ, որ քաղցրը երևի ամենատարածվածն է։ Ես երբեմն ինձ համար շատ զարմանալի է լինում, որ կան մարդիկ, ովքեր զարմանում են, երբ ասում ենք, որ այդ քաղցրը վնաս է։ Ժամանակին շատ մեծ արշավ էր սկսվել յուղերի եւ ճարպերի նկատմամբ։ Եվ այս յուղերի եւ ճարպերի նկատմամբ արշավը շատ հանգիստ դարձավ ինչ որ շաքարային առօրյա։ Եթե մտնեք խանութ եւ տեսնեք այդ շաքարային բազմազանությունը, երբեմն ես մտնում եմ խանութ եւ ուզում եմ իմ փոքրիկին ինչ որ առողջ մի բան առնել քաղցր, ես կարելի ասել չեմ գտնում այդ բաժնում եւ նորից ստիպված գնում եմ բանջարեղենի եւ մրգի բաժին, որովհետեւ չկա նման լավ տեսակի քաղցր, որ կարելի ասել այստեղ պետք է սա օգտագործել եւ սա լավն է։ Քաղցրը ինչով է վնաս, եկեք հասկանանք, որ բացի նրանից, որ բերանի խոռոչ, ատամներ չեն լվանում, կպնում է, ապահանքայնացում է առաջացնում, սա նաև ծանրաբեռնվածություն է մեր օրգանիզմի համար, ինսուլինային փոխանակության համար։ Քաղցրի չարաշահումը սա զրական կալորիաներ են, ուղղակի դատարկ կալորիաներ են, մենք օգտագործում ենք եւ հետո ասում ենք փոքրիկս, բա ինչու դու միս չես ուտում, որովհետեւ այդ օրը 4 պաղպաղակ է կերել։ Չի կարելի այսքան վատ սննդամթերք տալ երեխաներին եւ մտածել, որ այ իմունիտետը ցածր է, որտեվ ամիսը մեկ հիվանդանում է։ Միգուցե մենք ճիշտ մթերքով նրանց չենք պահում եւ փորձում ենք լավություն անել, բայց այդ լավությունը այնքան վատություն է, որ մենք նույնիսկ դրա չափերը չենք կարող պատկերացնել։ Շատ հաճախ ծնողները ասում են՝ դե մեր ժամանակ էսպիսի բան չի եղել կամ տատիկ պապիկները։ Այո, որտեվ այսքան հասանելի չի եղել քաղցրի կիրառումը։ Այսքան զանազան չեն եղել այդ քաղցրի տեսակները։ Կարելի է շատ հեշտությամբ ամենը փոխարինել տան մթերքով եւ տանը պատրաստել այդ ամեն ինչը։ Իհարկե, ես իմ անձնական օրինակը բերեմ որպես մայրիկ, շատ դժվար է երեխային լրիվ զերծ պահել այդ ամեն ինչից։ Երբ երեխան մի փոքր էլ զրկված է այդ ամեն ինչից, ագահությամբ է վերաբերվում այդ քաղցրին։ Ես իմ տղաների օրինակով եմ դա ասում։ Իրենք, եթե տեսնեն այստեղ քաղցր, անպայման ասել են ուզում եմ ուտեմ ես այս քաղցրը։ Սակայն ինչքան նրանք իմ տիրապետության տակ են եւ տանը կարող եմ ես դա սահմանափակել, մեր տանը չկա քաղցր, չենք պահում, որպեսզի նրանք մի հատ էլ գտնեն եւ ուտեն, կամ փոխարինում ենք մթերքը։ Պետք է փոխարինել, պետք է գտնել ալտերնատիվ ինչ-որ տարբերակներ, որպեսզի այդ երեխաների մոտ այդ անհագ ցանկությունը չառաջանա։ Եթե մենք հիմա նայենք այն գովազդային արշավներին, որոնք որ գնում են, ինչքան են ռոպագանդում երեխաների մեջ, որ այս քաղցրը կեր, սա առ գովազդված ինչ-որ հերոսներ, որոնք որ նաեւ գովազդում են քաղցր։ Սրանք շատ վտանգավոր են։ Մենք արդեն իսկ խաղում ենք դրա վատ պտուղները։ Բժիշկները կարող են, էնդոկրինոլոգները, մանկաբույժները, բոլոր մասնագետները կարող են իրենց մասով այս թեմայով խոսել եւ ահազանգել, որ խնդրում ենք սիրելի ծնողներ, սահմանեք այդ չափը։
Եթե երեխան պիտի ուտի օրական 10 կոնֆետ, խնդրում եմ այդ 10 կոնֆետը տվեք միանգամից տվեք, որից հետո գնացեք ձեր բերանի խոռոչը լվացեք, եւ ծանրաբեռնվածությունը միանգամից կերավ եւ մարսվեց, բայց եթե մենք այդպես չենք անում, ամեն կես ժամը մեկ երեխան վազում է խոհանոց, մի հատ վերցնում ուտում է, նորից է գնում։ Մեր բերանի խոռոչը ցանկացած սնունդ ընդունելուց մեր pH-ը բերանի խոռոչի նվազում է, որպեսզի մարսման process սկսվի։ Եվ եթե մենք չվերականգնված, որի վերականգնման համար մոտավորապես մի 40 րոպե ժամանակ է պետք միջինում, չվերականգնված նորից ենք ուտում, ստացվում է, որ ամբողջ օրը մեր բերանի խոռոչում թթվային միջավայր է, որտեղ որ էմալի ապահանքայնացումը շատ ավելի արագ է գնում։ Եվ խոսել այդտեղ առողջ ատամների մասին, այդ պիտի լինի միայն այն դեպքում, երբ որ գենետիկորեն ունենք շատ լավ էմալ, որ կայուն է կարիեսի նկատմամբ։ Ինչը կարծես տարիների ընթացքում ավելի եք ճանում։ Այո, շատ զգայուն թեմա եք բարձրացնում, քաղցրի թեման դա շատ մեծ եւ մեր հասարակության առաջ բավականին լուրջ խնդրահարույց թեմա է, որ մենք իրոք չենք հասկանում դրա վնասները։ Քաղցրը չի կարող ոչ մի կերպ լավը լինել երեխայի համար։ Մենք ծանրաբեռնում ենք նրա ստամոքսաղեքային տրակտը, նրա էնդոկրին համակարգը եւ սпасել, որ դրանից հետո այդ քաղցր սնունդից հետո ձեր երեխան կվազի եւ կընտրի բանջարեղենը, միսը, բնականաբար շատ դժվար է, որովհետեւ այդ գայթակղությունը շատ մեծ է։ Ես խնդրում եմ, որ այդ հեշտ մարսվող պարզ ածխաջրատներից, պաղպաղակներից, քաղցր ինչ որ ժելեանման կոնֆետներից, որոնք որ թթու են եւ շատ արագ փոխում են մեր բերանի խոռոչի pH-ը, խնդրում եմ դրանցից խուսափեք, որտեվ դա վնասում է ձեր երեխաներին։ Սննդամթերքի մասին խոսելիս նաև ուզում եմ ճշտել այն, թե ինչպես է անդրադառնում մարդու կցվածքի եւ ատամների առողջության վրա փափուկ սնունդը, որովհետեւ այս ինչ որ կատարելագործման, էլի ինչ որ արտադրանքի որպես այդպիսին կատարելագործման իմաստով մենք բնական վիճակով մթերքները շատ քիչ ենք օգտագործում, հա, նույն մրգերը, բոլոր ինչ որ խյուսի վերածված են երեխաներին մատուցվում, ինչ որ գեղեցիկ փաթեթավորմամբ ու երեխան շատ ավելի քիչ է ուղակի կծելով երկար ծամելով պինդ որևէ մթերք օգտագործում, հա։ Սա արդյոք որևէ ազդեցություն թողնում է ատամների առողջության վրա վատ իմաստով թե ոչ։ Այո, շատ լավ հարց է, եթե մենք նայենք երեխայի սնման ճիշտ շղթան, ապա 6 ամսականից սկսած, երբ նա կարողանում է նստել, ինքնուրույն ինչ-որ մի բան բռնել, 6 ամսականից սկսած սկսում ենք մեր հավելյալ սնունդը։ Կա հիմա BLV մեթոդ, որ ինքնուրույն կտորներով երեխան ուտում է եւ դա հրաշալի է։ Սակայն կա նաեւ մեթոդ, երբ դու համակցում ես։ Կարևոր է իմանալ չափը։ 8 ամսականից ավել երեխաները պետք է արդեն կտորներով կարողանան ծամել։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք կարողանանք զարգացնել երեխայի մոտ մկանային համակարգ, որպեսզի նա կարողանա ծամի, կծի, խոսի, ինչու՞ չէ նաև։ Այս մկանները զարգացնելու համար մենք պետք է նրան տանք այնպիսի սնունդ, որ նա կարողանա կծի, պոկի, ծամի։ Այսինքն այս ամեն ինչը բնականաբար նաև նպաստում են ատամների ինքնամաքրմանը, մեխանիկական մաքրմանը, երբ մենք ուտում ենք պինդ ինչ-որ մի բան, մենք մեխանիկորեն նաև մաքրում ենք մեր ատամները եւ ինչ-որ չափով այո համաձայն եմ, որ կա այսպիսի կոնտեքստում ատամների առողջությունը կապված է, բայց նաև ծամելու process-ը շատ կարևոր է ծամելու, գուլ տալու process-ը, դրանք որպեսզի զարգացնենք մեր մկանային համակարգը, մեր կցվածքի եւ առհասարակ կծելու մկանները շատ կարևոր։ Երբ երեխաները քնելուց առաջ, չէ, այդպես շատ է լինում, երբ հատկապես քնելուց առաջ երեխաները որոշում են, որ իրենք շատ սոված են եւ ինչ որ ուտելիք են պահանջում, գոնե այդ դեպքում դրվի ոչ թե ինչ որ քաղցր կամ փափուկ մթերք, գոնե դա լինի, չգիտեմ, գազար, վարունգ կամ ամեն դեպքում գուցե դուք ասեք թե լվանալ, որից հետո պետք է լվանալ։ Ես ուզում եմ նաև խոսել, որ գոյություն ունեն այնպիսի շաքար, կոչվում է քսիլիտ, որի կիրառումը, որ նվազեցնում է բերանի խոռոչում բակտերիաների թիվը եւ նպաստում է ատամների առողջությանը, եթե նույնիսկ տանը ուզում եք պատրաստել ինչ-որ առողջ մթերք, որը որ չի վնասի ձեր երեխայի
առողջությանը եւ նաեւ բերանի խոռոչի առողջությանը գոնե շաքարային բոլոր պարունակությամբ մթերքները փոխարինեն քսիլիտով պարունակությամբ։ Ես հիմա հեշտությամբ դրանք կարողանում եմ գտնել տարբեր մարքեթփլեյսերից, որոնք որ հիմա մանավանդ ներկայիս օրերում շատ հեշտությամբ ենք մենք անում, դրա համար գոնե փոխարինվեն եւ կան այդպիսի քսիլիտով հատուկ կոնֆետներ, որոնք որ երեխաներին տրվում են քնելուց, ատամները լվանալուց հետո քնելուց առաջ, որպեսզի նաև էլի փորձենք բալանսավորել բերանի խոռոչի բակտերիալ պեյզաժը։ Մենք անդրադարձանք խնամքին, երեխաների ատամնաշարի խնդիրներին, ատամների տարատեսակ խնդիրներին, բայց այստեղ ուզում եմ նաև անդրադառնանք երեխաների որպես հիմնական պատասխանատու ծնողների դերը։ Ինչպիսին պիտի լինի այս գործընթացում ծնողների դերը եւ առօրեական եւ հատկապես բժիշկներին այցելելու պարագայում, որովհետև դիտարկելով երբեմն իրենք նույնիսկ կարող են խանգարել այդ գործընթացին։ Որն է ձեզ այն ոսկե միջինը, որ պետք է ծնողների նկատի ունենան ու հետևեն այդ քայլերին։ Եթե երեխան ունի բերանի խոռոչում, նույնիսկ 1-2 կարիես ախտահարում, ապա միջինում նա պետք է մոտենա պրոֆիլակտիկ այցերի տարվա մեջ 2 անգամ։ Առողջ բերանի դեպքում, երբ ոչ մի խնդիր չկա, կարող ենք նաև հրավիրել տարին 1 անգամ։ Սակայն ծնողների դերը այնքանով մեծ է, որ մենք ոչ մի ուղեցույցում չի տալիս, որ երեխան ինքնուրույն 4 տարեկանում կարող է ինքնուրույն մաքրել իր ատամները։ Ատամների մաքրելու փորձ նա անում է ու պիտի անի որպես ինքնուրույնություն, բայց վերջնական, այսպես ասած, մաքրելը վերջնական մի հատ ստուգելը երեխայի արդյունքը պարտադիր պետք է կատարի ծնողը։ Ընդհուպ մինչև 8 տարեկան, նույնիսկ երբեմն 10 տարեկան։ Հսկողությունը շատ կարևոր է բերանի ատամների մաքրման։ Ես մի կարևոր բան եմ ուզում նաև շեշտել, արդից օգտվելով, շատ հաճախ ծնողները դիմում են մեզ 6+ երեխաների հետ, գալիս են եւ զարմանում են, որ արդեն մշտական ատամ ունենք, որը բավականին լուրջ ախտահարում ունի։ Ինչի է այդպես լինում։ Ծնողները չեն սպասում, որ 6 տարեկանում վերջում, ատամնաշարի վերջում ունենալու ենք նոր ատամ։ Ատամը ծկթում է եւ ծնողները չեն իմանում, հիգիենան նորմալ չի, adekvat չի եւ ատամ սկսում է ախտահարվել։ Դիմում են մեզ արդեն բավականին կրիտիկ վիճակով, երբ արդեն այդ ատամը ինչ որ մի բան հնարավոր է նաև անել չենք կարող կամ շատ լուրջ ինչ որ միջամտություն է պետք։ Պետք է այլ լինի իրազեկումը ծնողին, որ 6 տարեկանում ծկթում է մշտական ատամ եւ պետք է այդ ատամին յուրահատուկ հետևել։ Պետք է այդ ատամի խոզանակումը վերցնի ծնողը այդ պատասխանությունը իր վրա, որովհետև դժվար է երեխային ասել, գիտես, ակոսների մեջ այնտեղ լիքը սնունդ է հավաքվում, պետք է ես հանեմ այդ գիտակցումը 6 տարեկան երեխայից սпасել մի փոքր դժվար է։ Եվ ատամնաթելով եւս պետք է այդ շրջանում արդեն իսկ մաքրվի։ 3 տարեկանից սկսած պետք է կիրառել ատամնաթել, որովհետև մենք ատամները ունեն 5 մակերես։ Ծամուղական մակերես, 2 կոնտակտային, թշային եւ լեզվային կամ թշային եւ քմային։ Եվ թշային, քմային եւ ծամուղական մակերեսը մենք կարողանում ենք խոզանակով մաքրել, սակայն այն 2 կոնտակտային հատվածները մնում են չմաքրված։ Եվ այդ 2 կոնտակտային մակերեսների մաքրման գլխավոր պատասխանատներից մեկը պետք է լինի ատամնաթելը կամ ֆլոսերները, կեռիկով թելիկները, որոնք որ երեխաները հեշտությամբ էլի կարողանում են անել։ Այնտեղ կուտակված սնունդը առաջացնում է կոնտակտային կարիես, որը որ էլի բավականին բարդ է բուժել 3-4 տարեկան երեխայի մոտ, որտեղ պետք է անել ազգացում, մատրիցաներ դնել, իզոլացնել ատամը, այո, բարդ է։ Ընդհանրապես դրանից խուսափելու համար մեզ պետք է ամեն գոնե երեկոյան մաքրել այլ ատամների արանքում առկա սննդային մնացորդները։ Իսկ լինում են դեպքեր, երբ երեխաների դեպքում նաև հեռացնում եք ատամները, ընդհանրապես սա էլ ու նաև ծնողներին բացատրելու իմաստով, երբ է պետք պահել ատամը, երբ է այնքան կրիտիկ իրավիճակը, որ փաստորեն պետք է նաև հեռացնեք ատամը։ Միանշանակ ծնող շատ ենք ունենում, երբ արդեն այնպիսի վիճակ է, որ
անելանելի է եւ ատամի միակ ճանապարհը հեռացումն է։ Բուժման միակ ելքը հեռացումն է լինում։ Ծնողները պետք է նաեւ հիշեն, որ 4-6 տարեկան երեխաների մոտ փոխվում են միայն կենտրոնական կտրիչները։ Ծամիչ ատամները փոխվում են 10-11, այսպես ասած 9-ից 11 տարեկան տարիքում։ Եվ այս ընթացքը 4 տարեկանում ատամ հեռացնելը բնականաբար լավ չէ, եւ ցանկացած ատամ, ում մենք հեռացնում ենք, օրինակ 4 տարեկան է, 5 տարեկան է եւ այնպիսի վիճակ է, որ ատամը բուժել անհնար է, երեխաները ուղղորդվում են օրթոդոնտի տեղի պահպանիչ պատրաստելու նպատակով, որպեսզի ատամնային կծվածքը չխախտվի, տեղը պահպանվի, որովհետև բերանի խոռոչում արկա բաց տարածությունը միշտ ձգտում է փակվելուն։ Եվ երբ որ նրանք փակվում են, տակից եկող մշտական ատամները կարող է տեղ չունենան ձգտելու։ Եվ այս մեծագույն խնդրից խուսափելու համար, հետագայում լուրջ օրթոդոնտիկ բուժումներից խուսափելու համար, պետք է ժամանակին հեռացված ատամի համար ժամանակին դիմել օրթոդոնտի, պատրաստել տեղի պահպանիչ եւ լինել օրթոդոնտի հսկողության տակ նաեւ։ Փաստորեն սա էլ է այն միֆերից մեկը, որ չէ՞ կա այսպիսի մոտեցում, որ երեխաների դեպքում օրթոդոնտի ծառայությունները ակտուալ չեն, որովհետեւ դեռևս աճում են, կարիք չունեն, փաստորեն շատ ակտուալ է։ Եվ նախորդի մեր խոսելիքը, որ մենք խոսում էինք նաեւ սննդային հյուսերի բավականին շատ օգտագործումից, շատ հաճախ այս ամենը եւս բերում են օրթոդոնտիկ լուրջ խնդիրների։ Շնչառական խանգարումները բերում են եւս օրթոդոնտիկ լուրջ խնդիրների։ Պետք է անպայման բարձրաձայնել, որ գեղեցիկ, սիրուն ատամնաշարը 5-ից 6 տարեկանում իրար քիփ կպած ատամներով, սա զանգակ է դիմելու օրթոդոնտին։ Իդեպ նույնիսկ հակառակն էր քննարկվում, որ ինչ որ մարդիկ անհանգստանում են, երբ իրենց երեխաների ատամները հակառակը բավականին իրարից հեռու են։ Կարծում եմ այս տարիքում պիտի որ լինի։ Երբ 5-ից 6 տարեկան հասակում երեխայի ատամները շատ քիփ են կպած, նրանք արդեն պիտի փոխարինվեն 6 տարեկանում։ 6 տարեկանում ցկտում են մշտական ատամները, որոնք չափով կենտրոնական կտրիչներից կրկնակի անգամ լայն են եւ մեծ են։ Տեղի կոմպենսացիայի համար բնությունը այնպես է արել, որ ծնոտը աճում է եւ առաջացնում է միջատամնային տարածություններ։ Երբ մենք 5-ից 6 տարեկան հասակում չենք ունենում այս միջատամնային տարածությունները, ապա նշանակում է վերին ծնոտը կարող է փոքր լինել, ստորին ծնոտը կարող է փոքր լինել։ Ունենք ծնոտի նեղացում։ Դիմում ենք օրթոդոնտին շուտ, որովհետեւ քմային կարանը դեռևս ամբողջապես ոսկրացած չէ եւ շատ հեշտ է նրան լայնացնել։ Մեծ տարիքում այս ամենը անելը բավականին դժվար է։ Մեծ նկատի ունեմ 10 տարեկանից ավելի բարձր։ Ինչ որ չափով կարող է տեղաշարժ լինել, բայց լուրջ մեծ փոփոխություն, որ կարող ենք ստանալ, որ կանենք օրինակ ավելի փոքր տարիքում, չես կարող համատել այս ամենի հետ։ Միանշանակ պետք է դիմել։ Եթե, նորից եմ ասում, եթե 5-ից 6 տարեկան հասակում ատամները իրար քիփ կպած են, սա արդեն փոքրիկ հուշում է եւ ծանուցում է ծնողներին, խնդրում ենք դիմել օրթոդոնտի խորհրդատվության, որովհետեւ հավանականություն ունենք, որ մեր ծնոտը նեղ է, փոքր է։ Այո, իհարկե շատ ավելի ցանկալի է, երբ գոնե ինչ որ կերպ փորձեն դա կանխել, որովհետեւ հենց այդ շնչառական խնդիրները երևի թե ամենամեծ հետևանքային կապով ամենակարևորը, որ մենք մեր հիվանդանոցում ունենք այդ միջդիսցիպլինար շփումը եւ հաղորդակցությունը եւ միասին կարող ենք վարել նույն բուժառուին, որովհետեւ շատ հաճախ հենց այս եռանկյունին, ես նույնիսկ երբեմն ասում եմ սա քառակուսի է, որտեվ երբեմն նաեւ մանկաբուժ է լինում այստեղ, անպայման ներգրավում ենք, որպեսզի դեֆիցիտները բացառենք, ինչու՞ չէ նաեւ եթե դրանք լինում են, մենք աշխատում ենք միասին, բայց մանկական ստոմատոլոգ, լոր բժիշկ եւ օրթոդոնտ այս եռանկյունը միշտ պետք է աշխատի, որովհետև սրանք միմյանց հետ սերտ փոխկապակցված մասնագետներ են։ Որքանով հասկացա, նաև ստամոքսաղիքային հարցերը նույնպես որոշակի ուղղվածություն ունեն այստեղ։ Այո։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, բժշկուհի, եւ վերջում մեր ամփոփիչ հարցը ո՞րն է ձեր կոնկրետ առողջ լինելու բանաձևը, լինելով նաև բժիշկ։ Մենք պետք է լինենք ֆիզիկապես առողջ, զբաղվենք սպորտով
ուտենք ճիշտ սնունդ եւ առողջ սնունդ եւ ժամանակին փորձենք կանխարգելել, այլ ոչ թե բուժել հիվանդությունները մեր։ Կանխարգելելը կարծում եմ ամենակարևոր պայմաններից մեկն է։ Շնորհակալություն Բուն TV եթերում առողջ ոդքասթներ։ Ցտեսություն։